Ինչ վերաբերվում է ընտրության օրվան, մենք մեր տվյալները ունեինք, ստանում էինք մեր տվյալները, մեր վստահված անձանցից, իրենք երբ կանգնեցրին ընտրական process-ը, ինքը հայտարարություն արեց, մեր մոտ հաշվարկված էր մոտ 10%-ը։ Եվ դուք երևի հիշում եք, որ գիշերը ես հայտարարություն արեցի, ինքը չգիտեմ դուք տեղյակ եք, եթե չէ, կարող եք ստուգել 200,000 ձայն ստուգելուց հետո ինքը ուներ 58%։ Երբ հասավ 700, պլյուս մինուս, կարող է մի քիչ էս կողմ են կողմ, էլի, ինչքան հիշում են։ 700,000 ձայնի դեպքում ինքը հասավ 50%։ Եվ այնպիսի տեմպերով էին իրենք փլվում, որ մենք իրոք վստահություն ունեինք, որ մինչև վերջ հաշվարկի դեպքում մեր բոլոր հաշվարկներով, բոլոր մաթեմատիկական, քանի որ այդ ժամանակ մնացել էր Երևանի չհաշվարկված մոտ 350,000 ձայն, Վանաձորի 50%-ը, Աբովյանի 50%-ը, Գյումրիի 37%-ը, այսինքն մնացել էին մեծ քաղաքները, մենք շատ վստահ էինք, որ իրենք փլվելու են մինչև 40%։ 5 ամիս մենք արել ենք հարցումներ, իր առավելագույն թիվը, որ եղել է, դա եղել է 40%։ Դա վերջի հարցումներն էր, որ մենք տեսանք, որ ինքը կարող է ամենաշատը հավաքել 40% ու ԿՊ-ն։ Եվ ընտրության ընթացքը հենց այդպես էլ գնում էր։ Նույնիսկ գյուղերում իրենք փլվեցին մինչև 50%, ու շրջաներում ես նկատի ունեմ։ Բայց դրանից հետո մոտ 800,000 ձայն հաշվեցին, իրենք ընդամենը 0.5% իջան ներքև։ Այսինքն սա նոնսենս է, այն էլ Երևանում հավաքած ձայներով, իրենք չպետք է գերազանցեին մեր հաշվարկով 42%-ը։ Դրա համար մենք սպասեցինք առավոտյան ինչպիսի արդյունքներ են իրենք հրապարակելու, դրա համար այդ ժամերին ոչինչ չկատարվեց, որովհետև իրենք նույնիսկ այդտեղ գտնվեցին շատ հմուտ, կանգնեցրեցին հաշվարկը, դուք էլ հասկանում եք, որ անհասկանալի երևույթ էր 10% հաշվելուց հետո մարդը սառած դեմքով հայտարարում է, որ իրենք հաղթել են։ Մենք փորձեցինք սկզբից կողմնորոշվենք, որ սխալ քայլեր չանենք։ Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը տանել ցնցումների, բայց դրանից հետո բոլորը մեզ մեղադրեին, որ մենք տարանք երկիրը նոր ցնցումների եւ նորից չհասանք արդյունքի։ Ոչինչ չի վերջացել, համառ պայքարը շարունակվելու է, գրագետ պայքարը շարունակվելու է եւ ես վստահ եմ, ինչ մենք ասել ենք նախընտրական process-ների ժամանակ, դա լինելու է։ Ձեր խոսքում վերջերս դատարանի առաջ դուք մի այսպիսի արտահայտություն եք արել, որ նաև ձեզ ինչ-որ առումով խաբեցին ոմանք։ Ուզում եմ հասկանալ ում մասին էր, ովքեր են ձեզ խաբել եւ գուցե մեծ ակնկալիքներ են ձեզ խոստացել, բայց հակառակն է տեղ ունեցել։ Չէ, դա ընդամենը մի էպիզոդ էր, որ մենք հավատացինք, որ 1.5 միլիոն ձայնը մեզ տալիս է բացարձակ առավելություն։ Բայց մեր թիմակիցները բոլորը հիշում եք արագ էֆիրում սկսեցինք հնչեցնել 1.5 միլիոնի մասին, մարդկանց լսեցնել տվեցինք այդ 1.5 միլիոնի մասին, ինչը հնարավորություն տվեց Փաշինյանին անել իր սև գործը, որտեղ եթե մասնակցությունը ցածր լիներ, իր հնարավորությունները մի քիչ ավելի սահմանափակ կլինեին։ Այդ սև գործը անելու